Կանանց եք ծառայում, հա, գնացեք, ես սովորել։ Քեզ ինչ իստերա։ Ես սենց եմ, ինչ ես ուզում, բանուն ես ասելու։ Բանուն ես ասելու, գոռալու տեղը։ Հա։ Գոռալու տեղը։ Եվ անելու տեղներ եմ արել։ Մենակ գոռալով չի։ Եղավ։ Սուսեք, դակ, սուսեք, ոնց պետք է չասես։ Մերոց պարտապանած և մի տանից մեզի խորդություն, այլ պերկյաս մեզի չարել, դիկոյ արկայություն և զորություն և հարկ Դավիթյան սամեն, ով ոս տանկուցելոց Քրիստոս աստված, մորեն ընջեցելոց ազգիս հայր։ Եվ մանավանդիոքից ազգային հերոս Վազգեն Սարգսյան անուն ծառայիքո, իշյա հավուր մեծի գալստյան արկայության քո, արարժանի ողորմության, կավության և խողության մեղար։ Ես ով ասում Համբալիտ եմ, իմանաս ով եմ, եթե չես իմանա, համբալիտ եմ։ Մեր ժողովուրդը ետ խաս։ Ես նախ ուզում եմ շնորհավորել Սպարապետի երկնային ծնունդը եւ ուզում եմ ցավակցել Իսրայելի Իրանական Հանրապետ Իրանի Իսլամական Հանրապետության անմեղ զոհերին, ընդհանրապես անմեղ զոհերին, քանի որ այս պատերազմը ուրիշ պատերազմ է, հրթիռային պատերազմ է եւ անմեղ զոհեր շատ են լինում։ Սպարապետին հիշում ենք իր արած գործով, իր գործնեությամբ, որ Սպարապետը կարողացավ համախմբել մեզ բոլորիս, երկրապաներին, տարբեր ջոկատների, այդ տարիների ընթացքում դուք չեք էլ ծնվել երևի, տարբեր կարգի ջոկատներ կան, առանձին կային, որ Սպարապետը կարավ մեզ բոլորիս համախմբել, եւ մենք Արցախյան ազատամարտում տարանք հաղթանակ եւ երկրապահի հիմքի վրա ձևավորվեց հայոց բանակը։ Պարոն Միքայելյան, արդյոք այսօրվա Հայաստանը Սպարապետի երազած Հայաստանն է, առանց Արցախի, առանց հպարտության, ինչ կարող եք ասել։ Դե բնական է ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց մեղավորներին դուք հարցրեք։ Մենք Սպարապետի գերխավորությամբ մեր գործը փայլուն կատարել ենք, ազատագրել ենք մեր տարածքները եւ հետագայում քաղաքական դաշտում պետք է ամեն ինչ կարգավորել, պետք է զորանայինք, պետք է եթե հնարավորություն չկար
բոլորն էլ գիտակցում են նախորդ նախագաները, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծի, պետք է գոնե թշնամուն, եթե ոչ հավասար, գոնե պաշտպանողական բանով կարողանենք մենք զինվենք, որ պաշտպանվենք։ Իսկ ինչ վերաբերվում է թե դուք հարցրեք նրանց, թե սողը ոնց տվին։ Նախորդ իշխանությունները հենց այս ժամանակի ընթացքում դե եթե վերցնենք հոկտեմբերի 27-ն էր։ Հենց սա հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր։ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցան նախորդ իշխանությունների օրոք։ Եվ այդ Ուչասկովի գործը, որ պետք է բացահայտվեր, մինչև այսօր չի բացահայտվել։ Եվ մենք պահանջատեր ենք երկրապահներս, որ 27-ի գործը բացահայտվի։ Պարոն Միքայելյան, այլ մեղավորներից խոսում, օրինակ կարգիկներ կան եւ հիմա էլ հաստատ մեծ դիտողներ են այդ հարցում։ Ասում են մեղավորներից մեկն Նիկոլ Փաշինյանը եւ նա էլ պարբերաբար հայտարարում, որ սխալվել է վրացել է Արցախ-Հայաստանի, դա Ադրբեջանը ավելի փոխում է ամեն ինչ բացատրել դեռևս 90-ականներից։ Այս համատեքստում օրինակ դուք իրենք էլ շփվում եք, տեսնում եք ավտոբուսով էլ գնում եք մարզերը արդեն սկսվել են։ Դուք որպես մեղավորներից մեկը նրան այդ հարց ուղում եք, ինչու է Արցախը համարում Ադրբեջան։ Ես մի հատ բան եմ հասկացել տարիների ընթացքում, որ լուռ ու մունջ հանգիստ իմ ծառայությունն եմ տանում, իմ երկրապահի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում, որտեղ այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք, չգիտեմ, ամբողոր բառեր ասենք, ես կվերցնենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, մինչև գնանք խաղաղության, ինչու՞ չէ նաև պայմանագրին, սահմանազատման գնանք, որից մի կտոր հողը կարողանանք պահենք։ Այդ էս գորգրում են, երևի մի քանի այդ փող են տված, եկե գորգռում է, հերոսա։ Մեր կրվող տղերքից ցավը ոչ մի չի կարա տանի։ Մենք ենք հաղթանակած բանակի զինվոր, այսօր ես կարգավիճակն է, բայց այսօր ուտենում եք մեր շուրջ ինչ է կատարում։ Շուրջ բոլորը մեր բեցերությունների վերադասավարեցում, այսօր մենք պետք է խելոք լինենք, այսօր մենք պետք է կարգապահ լինենք, այսօր մենք համախմբված լինենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք հեսիկ պահենք, հետո պարզ կլինի ինչ պետք է լինի։ Ձեմի վաղվա օրը ոչ մեկ չգիտի ինչ անում։ Կա որևէ մեկը, որ հրաժարվի Արցախից։ Դե մի դուք իմիտացիոն հարցեր մի տվեք։ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր մեր երկրում այս պահին խաղաղությունն է։ Պատկերացրեք, եթե արտաքին քաղաքականությունը նորմալ չվարվեր, ինչ վիճակում կլներ Հայաստանի Հանրապետությունը։ Լինելու իր աշխարհագրական դիրքով էլ չմանրանամ, ումացով ենք մենք շրջափակված։ Երեք Արման Թաթոյանը քարտեզներ հրապարակեց, հստակ դիրքերը ցույց տվեց, որ 2025 թվականի ամռանը Գեղարքունիքի կողմից հակառակորդը առաջխաղացում է ունեցել։ 25 թվականին դա հեքիաթ է։ Դա հեքիաթ է, ես մի գումարտակ այդ ուղղությամբ կանգնած, չուր եմ ուզում անվանական ասեմ, նման բան չեղել։ Եվ վերջերս էլի Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի, եթե Հայաստանում սահմանադրություն փոխվի։ Այսինքն, սակայն իշխանությունները հայտնում են, որ արդեն իսկ հաստատված է խաղաղությունը, բայց թող չկա ստորագրված հաստատի։ Ադրբեջանի նախագահն դուք տենում եք ամեն անգամ մի բան անում խոսում է։ Մենք համաձայնում պայմանագիր եք ստորագրենք, բայց ստորագրված է, հետո ուրիշ բան է։ Դրա համար մենք պետք է խելոք լինենք ամեն հարցին, մենք ցենց պրպտենք, մտնենք, փորփրենք, հանդենք, որ հանգիստ, նորմալ, զուսպ մենք պիտի կարողանանք առաջ գնանք հատկապես նորից եմ կրկնում հիմա։ Պարոն Միքայելյան, տարածաշրջանով պայմանավորված իրադարձություններով եւ հատկապես հարևան Իրանում տեղի ունեցող պատերազմի շրջանակներում, դուք տեսնում եք վտանգներ Հայաստանի համար պատերազմ ինչքանով եք հավանական համարում, որ վտանգը կհասնի նաեւ Հայաստան։ Չարացե պատերազմ լինի, ես ասի Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր բարեկամ երկիրն է, երկար տարիներ, եւ մենք այսօր պետք է մի քիչ խելոք լինենք, հանգիստ լինենք, իրավիճակի լրջությունը հասկանանք, համախմբենք, միավորվենք, խելոք, նորմալ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, որտեղ կարող է շատ վաղը չգիտես ինչ կլինի,
Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, խելոք լինենք, որպեսզի կարողանանք քաղաքականապես հիմնականում դիվանագետորեն պետք է հիմնականում դիմակայենք, ոչ թե զենքով, թրով, ասել կորում են։ Լես մարդուն ասեք, թե եկել այդ երկրապահ։ Դե կներեք։ Ինչու նման վարքեր։ Ինքը միշտ գալիս եմ ամեն անգամ ստեղ ինքը։ Բա թողգանդը մի օր, թողա դիրքեր ասի Միքայելյան, ես ինչ ես եկել ստեղ։ Հələ թողգանդը, թողա մտնի երկրապահ։ Ես չեմ թողում Վազգենը։ Հարգելը չի նշանակում, որ գազ թռնես մարդու երեսին ցույց տաս, որ ինչ է ժողովուրդն էլ տենա ուրիշ կարծիք ձևավորվի ժողովրդի մեջ։ Երկրապահը Հայաստանի Հանրապետության պետական սահմանները այն ժամանակ, որ եկան մտան ազգային ժողով ջարդին, եկան մտան խորհրդարան բանը ջարդին, կառավարության շենքը ջարդին, որ ընդ հայի արուներ թափվում, միսու արուներ թափվում։ Այստեղ այդ հերոսները եկան, որ հոկտեմբերի 27 սարքին, որ Նիկոլ Փաշինյանն էլ խփին լրիվ գործին իր վրա, կոչկին, որ դավաճան այսենա։ Բայց այս անգամ իրանց հաստված կամեցավ, չհաջողվեց, որովհետև եթե այսօր մենք քիչ առաջ որ ասի, այս արդեն 6-րդ տարին է, 20 թվականից մինչև հիմա մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, երկրապահը լուռ ու մուրջ, երկրապահը գիտակցում է իրավիճակի լրջությունը իր գործն անում։ Եթե ամեն մարդ իր դաշտում, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե տարբեր ուղղություններով իր գործն անի, ամեն ինչ նորմալ կլինի։ Իսկ այսօր այս սութի մութի խոսալը բանը ես մի բան եմ հասկանում, ինչքան պատմություն եմ ուսումնասիրել, ինչքան կարդացել եմ, տեսել եմ, լսել եմ, 15 թվականի նույն վիճակն է, թե ներքաղաքական, թե արտաքին ուժերի միջամտությամբ, եւ մենք գնացինք ցեղասպանվանք։ Հիմի ժողովուրդ ջան, սիրելի հայ ժողովուրդ, մենք լուրջ մարտարավերների չասեմ, լուրջ վիճակ է մեր տարածաշրջանում։ Դրա համար եկեք խելոք լինենք, համախմբված լինենք գոնես անգամ։ Աստված ոչ հարացե, չգնանք ցեղասպանվենք։ Պարոն Միքայելյան, քանի որ դուք ևս Նիկոլ Փաշինյանի հետ այցելում եք մարդ։ Հա ինչ ես ասում դու, ինչ ես կպել Նիկոլ Փաշինյանից դու։ Տարբեր հարցեր են տալիս քաղաքացիները եւ մի խնդրի վերաբերյալ օրինակ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-նախարարն է ասում, որ պարզաբանն է։ Մի խնդրի վերաբերյալ պաշտպանության նախարարը։ Դուք ինչ հարցեր եք օրինակ քաղաքացիները ձեզ ինչ անհանգստություն, ինչ։ Ուրեմն այսօր ոչ էտի նախընտրական հարուզարշավ, այլ 8-րդ համաժողովի շրջանակներում, որ 50 հոգի ձայներ են ստացել, երկրորդ փուլ ընթանում, մենք բոլոր մարզերն այցելում ենք եւ տարբեր մարդկանց տարբեր հարց է տալիս ժողովուրդը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը որ մարդիկ մոտենում են հոչի բանի։ Նկատեմ ձեզ կոնկրետ ինչ խնդիր։ Դե ինչ հարց տալիս են ինձ են տալիս, ես պատասխանում եմ։ Դե շատ բաներ կա այսօր ինչքան լուր մնանք, ինչքան չխոսանք, հետի մեր ազգային անվտանգության խնդիր է։ Բայց ամեն դեպքում շփումները ինչ են ցույց Շատ նորմալ։ Ունի այն բանը, հա, որ ընտրություններին 26 թվականի։ Ես 26 թվականի ընտրության շրջանակներում չի կայանում։ Այդ քարոզարշավ չի դա։ Ձեր թիմակիցները Մարդիկ ինչ հարց տալուց են, բոլորը պատասխան են ստանում։ Այդ շփումներից դուք ինչ եզրահանգման եք գալիս, կա այդ ձեզ Այն եզրահանգման եմ գնում, որ կան ինչ-որ խնդիրներ, անհատների, անձնական հարցեր են տալիս մարդիկ, որ հնարավորինս լուծում է տրվում, եթե օրենքի սահմաններում է։ դուք շանսերը ոնց եք գնահատում։ Շատ բարձր։ 50-ից ավելի տոկոս, ինչպես ձեր թիմակիցները։ Ես ասում եմ շատ բարձր։ Այ ամսի 8-ին կեն մաս ինչքան է։ 50-ից ավելա։ Պարոն Միքայելյան, կառավարության ներկայացուցիչների անունից ծաղկեպսակ է այստեղ բերվել պաշտպանության նախարարության կողմից, սակայն իրենք անձամբ ներկա չեն գտնվել։ Արդյոք այսօր այն օրը չէր, որ իրենք պետք է գային եւ անձամբ հարգեին սպառապատը։ Վազգեն Սարգսյանը եղել է մեր բանակի հիմնադիրը, կարամ ասեմ բանակն իր միակ ժառանգն է։ Ամեն մեկն իր ձևով է ներկայանում, մեկը պսակով, մենք որպես Նաև Վազգեն Սարգսյանը երկրապահ կամավորականների միության հիմնադիրն է եղել, պատանի երկրապահի հիմնադիրն է։ Սա մեր առաջնորդն է Վազգեն Սարգսյանը։ Ես նորից եմ ասում, քանի ես կենթանում եմ Վազգեն Սարգսյանը չի մեռնի։ Դա չի նշանակում, որ Վազգեն Սարգսյանը ֆիզիկապես չկա, այսօր
Այն թողած գործը, իր թողած ավանդները մենք չենք շարունակում։ Մենք ամեն ձևի դուք լավ գիտեք ինձանից ընդհանրապես հարց եք տալիս, որ այս տարիների ընթացքում ես երբել եմ Երկրապահ կառավարականի միջան Հանրապետության վարչանախագահ, այն ամեն մի քայլ արումա Վազգենի թողած գործով։ Ըստ ձեզ հոկտեմբերի 27-ը բացահայտված է։ Շատեր են ասում բացահայտված է, նա Ջանգիրանի դեղը գնացեք հարց տվեք։ Ինքը ինչ ասում ձեզ, ինչ քննարկում։ Ես իրա չեմ քննարկում, ես պահանջում եմ Երկրապահ պահանջատիրը, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի։ Եվ մենք պարտավոր ենք, եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր երկիրն ապագա չունենա։ Որտեղ նման բաներ էլի կարող կրկնվի եւ վերջը ժողովուրդը պիտի հասկանա այսօրվա իրավիճակը, որ ասում ենք Արցախ են կորցրել, տարածքներ են կորցրել, դա հոկտեմբերի 27-ի շարունակություն էր, որը նորից եմ կրկնում եղել է նախորդ իշխանությունների օրոք, հոկտեմբերի 27-ը, որը չի բացահայտվել։ Ներկա իշխանություններն էլ ասում բացահայտված։ Մենք պահանջատիր ենք բոլոր իշխանություններից, ներկա, անցյալ, ես մենք Երկրապահի 30-ամյակի կապակցությամբ ես ամբիոնից թիմել եմ վարչապետին, որ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, դե ինքն բացահայտողն ինքն չի, պետք է քննչական կոմիտեն հանրահավաքություն կա, որ աշխատում են դատախազությունով, տարբեր ծառայություններ աշխատում են, որ հոկտեմբերի 27-ը ինենց էլ հոկտեմբերի 27-ը եթե չբացահայտի, ոչ մի իշխանություն ապագա չունենա։ Այս մարդ այս տարիքին թորի հետ իրա, թորն ծառայողա, ժամկետային զին ծառայողա, իրա թորի հետ սահմանա կանգնում։ Այդ բաժանական սայթեր սա վերցնում դնում են։ Մեր զինվորները ազատ են մնում։ Ով ասե, որ 1.5 տարի ծառայությունը խնդիր պիտի լինի։ Իմ մեծ եղբայրը 68-70 թվականներին այն ժամանակ ցամաքայինը 3 տարի էր, ծովայինը 2, 4 տարի։ Դե հրաման եղավ 2 տարի ծառայեց հետ եկավ։ Հիմի մի տեսակ այս ժողովուրդն արդեն կպերա, որ անին 2 տարի կես կասին, ինչ արին, արին 2 տարի կես։ Անհրաժեշտություն է, ուսումնասիրվում է, ամեն ինչ արվում է։ Մենք մենք արդեն ունենք պաշտպանողական բանակ, ոչ թե հարձակողական։ Եվ մարդիկ հոմետես միամը չվեսին, մեկի ցանկության բանին տարիքես։ Շատ ծնողներ էլ գոհ են, շնորհակալ են։ Շատ մարդիկ այդ տարին մոտի փաթաթան սրտից խոսում են։ Ինչի եղավ տարիքես, այդ հայրենասիրները, որտեղ տարիքեսը ավելի հարմար է։ Պլյուս դրան մենք այսօր Երկրապահի գործը չի շատանում, բեռը ծանրանում։ Ոչ, այսօր մոբրեսուս ունենք մենք, դու գիտեք, 21-րդ ծառայության են ասնում, քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ծանոթանում են, նետում են պատրաստման 10-15 պոստ են կայնում։ Եվ դա ինչ-որտեղ ավելի արդյունավետ կլինի հետագա մեր բանակի ավելի զորացման, զարգացման, պրոֆիլացման պահով։ Մի տեսակ տարիքից ինչ է կարա։ Օրինակ ինչի պետք է ներ 2 տարի։ Մեկը կարա ասի, նա թողեցի վերլուծի 2 տարի ու տարիքեսվա տարբերություն է։ Եթե անիներից նորից եմ կրկնում 2 տարիքես հասինեսին չարին ոնց է։ Այս ժողովուրդը մի տեսակ, այս ժողովուրդը չէ՞ է ժողովրդի մեջ մարդիկ կան, որ շատերը կերակրատաշտակից արդեն չի արել։ Հասարակ մարդ է։ Հասարակ մարդ։ Համերգ էին անում մարդիկ։ Որտեղ։ Վարչապետը, որ համերգ տվեց։ Ինչ կապ ունի դրա հետ։ Չէ, ասում են իրեն իսլամական հանրապետության հետ կապված, այնտեղ լավ չի, որ խաղաղություն է մեր երկրում, եթե ես վարչապետի վարած քաղաքականությունը արտաքին, որ այսօր մենք ասում են սիրուն չի, որ հարևան երկրում սուքա, նույնք վերաշկի եք ուտում։ ինքը Վրաստանում թմբուկ է վագում եւ այդպես տոնական դրամատուրգիա դա է։ Բայց հələ վրացիք ինչ են անում, կամ այստեղ այդ հարց տվողները այդ օրը ինչի են զբաղված։ Ինչ են անում։ Ինչ կեփ ուրախության մեջ են կարող հարսանիքի լավ եկել։ Ես նորից եմ ասեմ ժողովուրդ։ Այսօր շատ դժվար ժամանակներ է, մենք պետք է համախմբված լինենք, ելոք կարգապահ համախմբված ամենակարևորը համախմբվածությունն է այսօր մեր միասնությունն է, որ ուշի հետևենք իրավիճակի զարգացմանը, ընթացքում որ կարողանանք այնց
թե դիվանագիտական ճանապարհով, թե քաղաքական ճանապարհով, որ խելոք լինեն, կարողանք այս վիճակից դուրս գանք։ Մեր այսը Վազգեն Սարգսյանի շիրիմին իր հիշատակի հարգումն էր, որովհետև Վազգեն Սարգսյանը մեր մարտական ընկերն է եղել, մեր ղեկավարն է եղել, Հայաստանի վարչապետն է եղել, եւ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոչռագործությունը, Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը ողջ լինեին, այս 44-օրյա պատերազմը կարող էր եւ չլիներ, եթե լիներ մենք հաղթանակով էինք դուրս գալու այդ պատերազմից։ Այսօրվա այս ընդհանուր փողոքը քաղաքական դաշտում բանակի հետ կապված ինչպես է գնահատում։ Մենք իրավիճակը շատ վատ ենք գնահատում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանում մեր ժողովրդի եւ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է իշխանությունից հեռացնել գործող ապազգային թրքամետ իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի, հասարակական կառույցների եւ հայրենանվեր անհատ գործիչների համազգային համախմբում։ Պետք է համախմբվել, ձևավորել մի հզոր ազգային քաղաքական միավորում եւ մինչեւ այս տարվա գարնան վերջը ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել մեր ժողովրդին ու կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հեռացումը եւ գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի եւ կազմակերպի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ազատ, արդար եւ օրինական ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ իշխանության կգա ձևավորված ազգային միավորումը եւ կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Պարոն Բազյան, բայց ընտրությունները արժեվում են ընդամենը ամռանց։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանն էլ արդեն սկսել է թեկուզ նշում է, որ ներկուսակցական կառույցարշավ, բայց ակտիվ շփումներ է քաղաքացիների հետ։ Բացի այդ էլ ասում են, որ խաղաղություն ենք բերել եւ հայտարարում են, որ իրենց այս անգամ ավելի շատ ձայն կտան, քան 21։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ղալլաթ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել։ Իրենք խաղաղություն չեն բերել, ընդհակառակը 20 թվականին Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, իր վարչապետ ընտրվելուց հետո 19 թվականին գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով հայտարարեց Արցախն Հայաստանի եւ վերջ, սրելով իրավիճակը եւ առիթ տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ 20 թվականին սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ Ադրբեջանը բոլոր կողմերից հարձակվեց ուրեմն Արցախի վրա, Նիկոլն ազգային ժողովի ամբիոնից հատուկ նիստում հայտարարում է. եկեք պայմանավորվենք, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի։ Ես բազմիցս եմ հայտարարել, ինչ է Նիկոլը բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք ու մեզ պարտված չճանաչենք։ Բայց կան փաստեր, որ Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է, Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, Նիկոլն իր կարգավիճակով լինելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտվենք ու ինքն Արցախն հանձնի Թուրքին։ Ի սկզբանե Նիկոլը Արցախն համարել է բեռ հայերի եւ Հայաստանի վրա։ Արցախը դարեր շարունակ պատվար է եղել հայերի եւ Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ դավաճան է, նա հանձնել է Արցախը, նա վաճառել է Արցախը Ալիևի հետ պայմանավորվելով։ ԵԿՄ-ի հետ կապված դուք հետ եղել եք ԵԿՄ-ական պարոն Բազյան, քիչ առաջ էլ տեսանք, որ անդամներն էին նախագահի Սասուն Մიქայելյանի գլխավորությամբ, այստեղ նրանց դերի հետ կապված։ Երկրապահ կամավորականների միությունը հիմնադրվել է 1993 թվականի ամռանը։ Ես վիրավոր էի, բուժվում էի հիվանդանոցում եւ ծրագիր էի գրել, որպեսզի ասենք տարբեր ջոկատներ կազմակերպեն եւ ձևավորեն մեկ միասնական միավորում, ով Վազգեն Սարգսյանը տեղեկացել էր այդ մասին, եկավ ինձ մոտ տեսության, ասեց լավ բան ես մտածել, արի մի բան պետականորեն անենք։ Արամ Խաչատրյանի համերգային մեծ դահլիճում հուլիսի 3-ին 23 թվականի տեղի է ունեցել երկրապահ կամավորականների հիմնադիր համագումարը, նախագահ է ընտրվել Վազգեն Սարգսյանը, փոխնախագահ եմ ընտրվել ես։ Դրանից հետո մենք կազմակերպել ենք ջոկատներ, պատերազմը դեռ չէր ավարտվել, ուղարկում ենք սահմաններ, 94 թվին կնքվեց մայիսի 12-ին հրադադարի պայմանագիրը, զինադադար հայտարարվեց ու դրանից հետո տարիներ շարունակ մենք պահանջել ենք գործող իշխանություններից
ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից, չեն ճանաչել։ Պատասխանն հետևյալն էր. ընթանում են բանակցություններ։ Մենք պատերազմով ամեն ինչ լուծել ենք։ Եթե ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսի պատերազմ։ Չճանաչեցին Արցախի անկախությունը։ Միևնույն է, Նիկոլը եկավ, 2 տարի անց սկսվեց պատերազմ։ Նիկոլը հրահրել է պատերազմ։ Նիկոլը չի բերել խաղաղություն։ Նիկոլականները խաբում են մեր ժողովրդին, իբր թե խաղաղություն են բերել։ Խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է կատարի Ալիևի բազմաթիվ պահանջներ։ Մենք պետք է Ադրբեջանին վերադարձնենք այսպես կոչված անկլավները, 300,000 ադրբեջանցիներ պետք է գան վերաբնակեցվեն Հայաստանում։ Բացի դրանից մենք պետք է նաև Ադրբեջանին տրամադրենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ Ալիևը հայտարարում է Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնելու ընթացքում որևէ հայ զինվորի, որևէ հայ սահմանապահի, որևէ հայ մարգսային ծառայողի մենք չպետք է հանդիպենք։ Այդպիսի պահանջներ է դնում։ Այնպես որ Վաշինգտոնում անցյալ տարի նախաստորագրվել է ընդամենը մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի, խաղաղության պայմանագիր գոյություն չունի, նրանք խաբում են, վախեցնում են անդրադառ մեր ժողովրդի նոր պատերազմով, եթե գան նախկինները ռևանշիստներ են, պատերազմ կսկսվի եւ այլն։ Ես այո, ռևանշիստ եմ։ Մենք չենք կարող Արցախը համարել ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ Նիկոլին հեռացնելուց հետո իր քաղաքական կուսակցությանը ԿՊ-ին հեռացնելուց հետո մենք զորացնելու ենք մեր բանակը, մեր կարգավորել ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ եւ նրանց օգնությամբ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Իսկ ինչ վերաբերում է երկրապահի այսօրվա գործունեությանը, ես երկրապահի շարքային անդամ եմ, բայց նրանց որևէ միջոցառումների չեմ մասնակցում, որովհետեւ երկրապահի վերնախավը Սասունի գլխավորությամբ այս պարտվողական, այս դավաճան իշխանության հետ են։ Քիչ առաջ Սասուն Միքայելյանը անդրադառնալով որ ծառայությունը արդեն 1.5 տարի է այս տարվա հունվարից, ասաց որ այդ համատեքստում նշեց որ բանակը հարձակողականից անցել է պաշտպանողական, հա, այսօր Ուրեմն մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի բանակն է։ Կրճատելով պարտադիր զինծառայությունը 2 տարուց 1.5 տարի նրանք կրճատում են բանակի քանակը։ Մենք գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում Ադրբեջան եւ Թուրքիա։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, բացի այդ տարին մի քանի անգամ տալիս են նաեւ նրանց պարգևավճարներ, որպեսզի ծառայեն այս ապազգային թրքամիտ իշխանությանը։ Հիշում ենք, բերետավորներ էին կարմիր թե տարբեր գույնի Եռաբլուրից զոհված զինվորների ծնողներին, կին արմատներին գցում էին մեքենաները եւ վերման էին ենթարկում ոտուձեռ անելով։ Այդպիսի վերաբերմունք են ցուցաբերում զոհված զինվորների ծնողների հանդեպ։ Ուրեմն ես նորից եմ կրկնում, այս իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ առաջնորդվում է Ալիևի եւ Ադրբեջանի նախագահ Ադրբեջանի բռնապետ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջներով է առաջնորդվում։ Նրանց հրամաններն է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Բացի դրանից Վաշինգտոնում, երբ որ եռակողմ համաձայնագիրը ստորագրեցին, եթե նայեք Նիկոլի պահվածքը, ինձ հիշեցնում է բանը, այն մուլտիպլիկացիոն կինոնկար կար Մաուգլի, այն շակալը, որ վագրի դեմ գցնում էր բանդերան, Նիկոլը այդպիսի պահվածքեր ունի, որը վիրավորական է մեր համար, որ մեր համար վիրավորական է, որ մեր պետությունը ու մեր ժողովրդին միջազգային հարաբերություններում ներկայացնում է Նիկոլի նման մեկը։ Նիկոլ Փաշինյանն էլ եւ օրվա իշխանությունն ասում է երբեք չի եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որ սահմանին զինադադար լինի, կրակոց չլինի եւ հիմա այս վերջին մի քանի տարվա մեջ կրակոցներ չկան եւ իրենք խաղաղություն են հաստատել։ Որևէ խաղաղություն հաստատված չի, ես արդեն ասացի, ինչ պահանջներ պետք է կատարի Հայաստանը, որպեսզի լինի ստորագրվի խաղաղության համաձայնագիր, բացի դրանից Նիկոլի իշխանության ընթացքում եղել են բազմաթիվ զոհեր, եղել են բազմաթիվ միջադեպեր, բացի դրանից Նիկոլի իշխանության ընթացքում նորից ադրբեջանցիք առաջ են եկել Սև լճի տարածքում, Սյունիքում են առաջ եկել, հիշենք 15 զինվորներ վարվեցին բանում, ուրեմն դիրքում վարվեցին 15 զինվորներ ու նորից եմ կրկնում, անդադ նրանք տարփողում են, իբր թե Ադրբեջանի հետ մենք հաշտություն ենք կնքել եւ Ադրբեջանի տարածքով ծորին ենք ներկրել Հայաստան, եթե հիշում եք, այդպեսի հայտարարություններ էին անում, բայց երբ պարզվեց, որ այդ ծորենը պիտանի է միայն որպես անասնակեր,
հայտարարեցին, թե այդ ցորենի ներկրումը կառավարության հետ որևէ կապ չունի։ Դա ներկրել է ուրեմն գործարար Սամվել Ալեքսանյանը իր մասնավոր կարիքների համար։ Դրանից զատ միլիարդավոր գումարներ են պետբյուջեից դուրս գրել, իրենց պարգևավճարներ են տվել տարեմուտին։ Նախարարները 7-ից 8 միլիոն, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եւ ինքն իրեն հատկացրել է պետբյուջեից 21 միլիոն դրամ ուրեմն պարգևավճար, որը կազմում է 1 թոշակառուի 30 տարվա թոշակը։ Թոշակները տարիներ շարունակ չէին բարձրացնում, Նիկոլն հայտարարել էր նրանց 10,000 ավելացնենք, 11,000 ավելացնենք, միևնույն է թոշակառուները փողը ծախսելու ձևը չգիտեն, բայց այս տարի ընտրական տարի է, որոշել են ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացնել թոշակառուների թոշակը, որպեսզի թոշակառուներին շահագրգռեն իրենց վերարտադրվելու համար։ Ես կրկնում եմ, մենք չպետք է թողնենք, որ այս թրքամետ իշխանությունները վերարտադրվեն։ Եթե մինչև մայիսի վերջը մեզ չհաջողվեց, ես ահազանգ եմ հնչեցնում, մեզ չհաջողվեց կազմակերպել հզոր քաղաքական միավորում եւ հեռացնել այս իշխանություններին, Նիկոլենք օգտագործելով իրենց վարչական լծակները, ֆինանսական միջոցները, ադրբեջանա-թուրքական արտաքին աջակցությունը երկարաձգել են իրենց անփառունակ իշխանությունը, ազգագործան իշխանությունը եւ Հայաստանը վերածելու են ադրբեջանա-թուրքական վիլայեթի։ Սա ահազանգ է մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերի ղեկավար մարմիններին։ Ցավոք սրտի Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյան միասնությունն էր, որ հանրային ընկալման մեջ արդարություն, արժանապատվություն, պետականություն հուշող ու դրա ապագան ոգեշնչող իմաստեր ձեռք բերել, ինչը թե արևան երկրներին, միգուցե նաև բարեկամ երկրներին դուր չեկավ եւ իմ կարծիքով դրա հետևանքները նաև հոկտեմբերի 27։ Արցախը ինչպիսի արժեք էր Վազգեն Սարգսյանի համար։ Գիտեք ինչ, Վազգեն Սարգսյանի համար, մեր յուրաքանչյուրի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Արցախը Հայաստանի անբաժանելի մաս էր եւ արցախահայության իրավունքները ու նրանց շահերը պաշտպանել էր պետք։ Կարողացանք պաշտպանել, ոչ չկարողացանք։ Ինչու չկարողացանք, որովհետեւ մեր տնտեսությամբ, մեր կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետեւ մեր հույսը դրեցինք, չգիտեմ, ինչպես ասեմ, մեր գործընկեր կամ ռազմավարական գործընկեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանց ձեռնատու չի, նրանք ամեն գնով Արցախ պահեն, ոչինչ մի քիչ վատ ապրենք, ոչինչ մի քիչ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինչ մի քիչ կոռումպացված լինենք, իրենց էլ մագարիչներ անենք, բայց Արցախը պահենք, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Ես նորից եմ կրկնում, որ Վազգենը Միացյալ Նահանգներ գնաց ներդրումներ բերելու համար, որ Վազգենը Սփյուռքի համաժողովն արեց Սարդարաբադում դա արեց ներդրումներ բերելու համար, իսկ այդ ամեն ինչը արվում էր, որ Հայաստանի տնտեսությունը իր քայլելով կարողանա համապատասխան սպառազինություն եւ տնտեսական հենք ստեղծի բանակի համար, որտեղ Վազգենի ցանկացած ելույթ ավարտում էր նրանով, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել։